Ողջույն բոլորին։ Կենդանակերպի 3 նշաններ, որոնք 2025 թվականի ապրիլը կդիմավորեն լիքը դրամապանակով։ 2025 թվականի մարտի վերջը դրամական բախտ և անսպասելի ֆինանսական հնարավորություններ կբերի կենդանակերպի 3 նշանների։ Տիեզերական էներգիաներն այնպես են դասավորվում, որ ցուլը, առյուծը և այծեղջյուրը կլինեն ֆինանսական կարիերայի հետ կապված դրական փոփոխությունների էպիկենտրոնում։ Մոլորակային ասպեկտները խոստանում են շահավետ գործարքներ, շահավետ ներդրումներ և նույնիսկ անսպասելի դրամական նվերներ, որոնք կօգնեն ամրապնդել ձեր ֆինանսական վիճակը։ Վեներայի ղեկավարած ցուլը մտնում է ֆինանսական բարգավաճման շրջան։ Նրանց բնական ըմբռնումը և ռեսուրսները խելամտորեն կառավարելու կարողությունը կհանգեցնեն եկամուտների ավելացման։ Հատկապես հաջող կլինեն մարտի վերջին շաբաթները։ Հնարավոր են բոնուսներ, շահավետ աշխատանքի առաջարկներ կամ երկար սպասված վճարումներ։ Որոշ ցուլեր կարող են անսպասելիորեն գումար ստանալ հին նախագծերից, ժառանգությունից կամ հաջողված ներդրումներից։ Գլխավորը ոչ թե ամեն ինչ միանգամից ծախսելն է, այլ խելամտորեն ներդնելը։ Առյուծները, ովքեր բնածին տաղանդ ունեն ինքնաներկայացման համար, վերջապես կքաղեն իրենց համառության պտուղները։ Մարսն ու արևը ստեղծում են հզոր էներգետիկ ֆոն, որը նպաստում է կարիերայի աճին և հեղինակության ամրապնդմանը։ Մարտի վերջին առյուծները կարող են առաջ խաղացում շահութաբեր պայմանագիր կամ առատաձեռն փոխհատուցում ստանալ իրենց աշխատանքի համար։ Այս ընթացքում կարևոր է նախաձեռնող լինել և չվախենալ հռչակել ձեր ձեռքբերումները։ Աստղերը կաջակցեն նրանց, ովքեր վճռական են գործում։ Վճռականությամբ հայտնի այծեղջյուրները մարտի վերջին կլինեն ֆինանսական հաջողության գլխավոր ֆավորիտները։ Սատուրնը նրանց հովանավոր մոլորակը բարենպաստ կողմեր է ձևավորում Յուպիտերի հետ, բացելով եկամուտների երկարաժամկետ աճի հեռանկարներ։ Հնարավոր են եկամտի նոր աղբյուրներ, գործընկերային առաջարկներ կամ բարդ ֆինանսական գործարքների հաջող ավարտ։ Այծեղջյուրների համար գլխավորը պատասխանատվությունից չվախենալն ու մարտահրավերներն ընդունելն է, որոնք կբերեն աճի և կայունության։ Շարժվելով առաջ, ձեր ուշադրությանը կներկայացնենք կենդանակերպի 5 նշանների, որոնց խոսքերը միշտ իրականանում են։ Երբևէ հանդիպել եք մեկին, ում խոսքերը կարծես թե ձևավորում են իրականություն։ Այն մարդիկ, ովքեր ասում են կտեսնես, դա կլինի և հետո ինչպես կախարդանք դա տեղի է ունենում, նրանք ասես իրադարձությունները կանխատեսելու կամ նույնիսկ երևակայելու թաքնված ունակություն ունեն։ Աստղաբանությունը ասում է, որ կենդանակերպի որոշ նշաններ ավելի հավանական է, որ այս շնորհը ունենան։ Անկախ նրանից, թե դա նրանց բուռն ինտուիցիան է, թաքնված օրինաչափությունները նկատելու կարողությունը կամ բացահայտ նպատակասլացությունը, այս 5 նշաններն ունեն իրենց խոսքերը գործի դնելու արտասովոր ունակություն։ Նրանք կարող են ոգեշնչել, զգուշացնել կամ նույնիսկ ձևավորել ապագա։ Եկեք ծանոթանանք այս բառերի կախարդների բնավորության զարմանալի գծերին։ Կարիճներ։ Կարիճներին հաճախ սխալ են հասկանում, բայց մի բան հաստատ է՝ նրանց ինտուիցիան ածելիի պես սուր է։ Այս մարդիկ ուշադրության վարպետներ են, որոնք կարող են զարմանալի պարզությամբ տեսնել մարդկանց և իրավիճակները։ Նրանք կարող են պատահաբար մեկնաբանել. «Ես այնպիսի զգացում ունեմ, որ դա տեղի է ունենալու»։ Հետևանքները կանխատեսելու նրանց կարողությունը բխում է մարդկային էության խոր ըմբռնումից։ Կարիճները բնական դետեկտիվներ են, որոնք միասին հավաքում են նուրբ նշանները, որոնք ուրիշները բաց են թողնում։ Այս հմտության շնորհիվ նրանք գրեթե մարգարեներ են թվում։ Բայց զգույշ եղեք, նրանց ազնվությունը կարող է վնասել։ Զարմանալի չէ, որ կարիճներին հաճախ նկարագրում են որպես ուժեղ և խորհրդավոր։ Նրանց խոսքերին չի կարելի անլուրջ վերաբերվել, թերևս դա է պատճառը, որ շատ մարդիկ նրանց հանդեպ ակնածանքի և վախի խառնուրդ են զգում։ Աղեղնավոր։ Աղեղնավորը արկածախնդիր է, բայց թույլ մի տվեք, որ նրանց ազատամիտ էությունը ձեզ հիմարացնի։ Նրանք աներևակայորեն կապված են իրականության հետ։ Աղեղնավորները լավատեսության և գործնականության յուրահատուկ համադրություն ունեն։ Երբ ասում են, որ ինչ-որ բան տեղի կունենա, դա հազվադեպ է հիմնված ֆանտազիայի վրա։ Ընդհակառակը, դա հաստատվում է փաստերով, տրամաբանությամբ և փորձով։ Աղեղնավորները մյուսներից տարբերվում են գործերը վերջին հասցնելու կարողությամբ։ Եթե բան են խոստացել, վստահ եղեք, որ կկատարեն այն։ Հենց այս հուսալիության պատճառով է, որ նրանց խոսքերը հաճախ կշիռ են ունենում։ Աղեղնավորները նաև միտումների և օրինաչափությունների խոր զգացողություն ունեն, ինչը նրանց օգնում է կանխատեսել արդյունքներ, որոնք ուրիշները կարող են չնկատել։ Զարմանալի չէ,
որ նրանց վստահությունն իրենց կանխատեսումների նկատմամբ հաճախ հանգեցնում է նրան, որ նրանք ճիշտ են դուրս գալիս։ Կույսերը բացարձակ ռեալիստներ են, հայտնի լինելով իրենց բծախնդրությամբ, նրանք չմտածված հայտարարություններ չեն անում։ Եթե կույսը ինչ-որ բան է ասում, կարող եք վստահ լինել, որ դա հիմնավորվում է ուշադիր դիտարկմամբ և վերլուծությամբ։ Նրանք տեսնում են մանրամասներ, որոնք ուրիշները բաց են թողնում, ինչը թույլ է տալիս նրանց կանխատեսել արդյունքները զարմանալի ճշգրտությամբ։ Կույսերը գրեթե արտասովոր կարողություն ունեն զգալու, երբ ինչ-որ բան այն չէ։ Նրանց նուրբ բնածները հաճախ զգուշացնում են նրանց վտանգի կամ խնդիրների մասին, նախքան դրանք առաջանալը։ Սա ստիպում է նրանց կանխատեսումներին մարգարեական թվալ, թեև իրականում դա տրամաբանության և ինտուիցիայի համադրություն է։ Կույսի խոսքերը հազվադեպ են անլուրջ, նրանք չեն խոսում, քանի դեռ համոզված չեն, թե ինչ են ասում։ Այսպիսով, երբ նրանք խորհուրդներ են տալիս կամ կիսվում իրենց մտքերով, ուշադիր լսեք։ Այդ ամենը կարող է ձեզ շատ պետք գալ։ Ձկները կարող են հանգիստ և զուսպ թվալ, բայց թույլ մի տվեք, որ նրանց նուրբ պահվածքը ձեզ մոլորեցնի։ Նրանք ապագան գուշակելու անսովոր ունակություն ունեն։ Այս երասկոտ ջրայի նշանը սերտորեն կապված է ինտուիցիայի և զգացմունքների հետ, որոնք հաճախ տանում են նրանց ապշեցուցիչ ճշգրիտ եզրակացությունների։ Երբեմն նրանց կանխատեսումները գալիս են պատահական մեկնաբանությունների տեսքով, իսկ երբեմն էլ վառ երազների միջոցով, որոնք կարծես հաղորդագրություններ են այլ աշխարհից։ Ձկները հայտնի են իրենց խորը երևակայությամբ և զգայունությամբ, ինչը թույլ է տալիս որսալ իրենց շրջապատող նուրբ էներգիաները։ Այծեղջյուր։ Ունենալով մեծ կարգապահություն և գործնական միտք, այծեղջյուրները ոչ միայն կանխատեսում են ապագան, այլև ձևավորում են այն։ Երբ այծեղջյուրն ասում է, որ ինչ-որ բան տեղի կունենա, դա սովորաբար նշանակում է, որ նա արդեն գծել է այն քայլերը, որոնք կհանգեցնեն դրան։ Այս երկրային նշանը հայտնի է իր ուժեղ ինտուիցիայով և ռազմավարական մտածողությամբ։ Այծեղջյուրները կերպարների և իրավիճակների հիանալի դատողներ են, հաճախ հստակ գիտեն, թե ինչ և երբ սպասել։ Պատահական չէ, որ նրանց խոսքերը հաճախ կրում են մարգարեության ծանրություն։ Նրանք մեծ ջանքեր են գործադրում համոզվելու համար, որ ճիշտ են։ Դե ինչ այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, շնորհակալություն ուշադրության համար, իսկ դուք չեք մոռանում բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին առաջիկայում սպասվող ավելի հետաքրքիր տեսանյութերը բաց չթողնելու համար։